Ոտքի դատարանն է գալիս։ Տարության մասնակիցները ցանկանում են արտահայտվել են, թե ոչ։ Վարդի մասնակիցներ դատանը նշում է, որ Վագն Չախալյանի նկատմամբ խափան միջոց կիրառելիս նախնական դատալսումների ընթացքում դատարանը արձանագրել էր 2 հիմք, դա անցանք կատարելու հավանականություններ և խոչընդոտելու հավանականությունը, որոնք այս պայդրությամբ դրանց իրավաչափության պայմանները չեն փոխել, չեն վերացել և հետևաբար այլընտրանքային խափան միջոցները տվյալ դեպքում կամ դրանց համակցությունները իզորու չեն ապահովելու մեղադրելի պատշաճ վարքագիծը, վերջինիս նկատմամբ կիրառած խափան միջոց կալանքի ժամկետը կերկարացվի 3 ամիս ժամկետով մինչև 2026 թվականի փետրվարի 4-ը և որոշումը ստանալու պես այն կարող է բողոքարկել վերաքննիչ քրեական դատարան։ Նաև տեղեկացնեմ, որ հաջորդ դատական նիստի օրը ժամը անփոփոխ է, մյուս 5 Խոսքը վերաբերում է սահմանափակումներին, նաև սահմանափակումները ոչ, սահմանափակումները չէ։ Այսինքն մեղադրականները ինչ որ դատարանը նշում է, դրա մասին է խոսքը։ Սահմանափակումները չեն կիրառվելու։ Նա ազատ է իր հարազատների մյուսների հետ շփվելու, բայց կալանքի ժամկետը երկարաձգվում է 3 ամիս ժամկետով։ Ինչ եք ծանոթ։ Նախարժան դատարան նախորդ նշանակված դատական նիստի մասին բնականաբար բոլորս արդեն պայմանավորվածություն ունենք, բայց ժամը 16:00 էր նախորդի պայմանավորվածությունը միշտ եղել, հետագայում փոխվեց, մինչև այդ իջերանում ես դատական նիստ ունեմ, որ մինչև մեր այս փոփոխությունը ժամը 14:00 փոխվել է, նիստը արդեն նշանակվել էր։ Ճիշտ ասած, այդ նիստն էլ 4 տարի դատական նիստեր անում չեն կարողանում ավարտել, հետևաբար ես ժամը 14:00-ին չեմ կարող ներկայանալ։ Եթե ավելի ուշ լինի, եթե 16:00 լինի, ես այնտեղ կվերջացնեմ ու կաշխատեմ։ 3 նիստ առաջ ես բոլորը զգուշացրել էի։ Մինչև զգուշացումը նախորդ նշանակված է եղել, դրա համար ես չէի կարող դա։ Կանոնավորական նիստ է։ 4 տարի նիստ են անում, կանոնավորական եղել է փոխել խափանման միջոցները, բայց 4 տարի դատական նիստ է անում և բոլոր ավարտենք այս նիստը չեն կարող հետաձգել։ Եթե գնա չորեքշաբթի օրը ժամը 16:00 ես կհասցնեմ գալ։ 5 շաբթի, չորեքշաբթի օրը չէ։ ուրեմն Պաշտպան Վարդևյան 1 րոպե է։ Ուրեմն դուք լսեցիք Պաշտպան Մանթաշյանի ներկայացրած միջնորդությունը, ես նախապես տեղեկացրել էի, որ ժամը 2-ին ենք յուրաքանչյուր 5 շաբթի օրը նիստ անելու, բայց Պաշտպանը նշում է, որ մեկ այլ գործով արդեն իսկ նշանակված նիստ ունի, կանոնավորական նիստ, հա Պաշտպան։ 16:00 կհասցնենք գալ։ Այսպես ասեմ, էլի։ Եթե այն հարց չի քննարկվելու, իմ պաշտպանյանը չի արել։ Ժողովուրդ ջան, 1 վայրկյան, հա, ես ասեմ։ Ուրեմն դեկտեմբերի 4-ին 16:00 տեղի կունենա ես։ Ընդունում եմ ձեր ասածը, ժամը 16:00 կնշանակեմ, բայց միշտ տեղեկ եղեք, 5 շաբթի օրը ժամը 2-ին այլ դատական նիստերով խնդրում ծառաբերված մեղեք, որտեղ մենք եկել կանգնել ենք խափան միջոցների այս հարցին, առաջ չեն գնում։ Այսինքն ծավալ պետք է նաև, չէ՞, ապոստերի ծավալ, մյուս, պետք է կարողանանք վերջով մտնել հիմնական դատալսումների փուլ։ Եթե չեք կարողանում այդ դատական նիստը տեղափոխել, ուրեմն 16:00 կնշանակվի, բայց հաջորդիվ դատական նիստերը լինել են ժամը 2-ին, այսինքն
յուրաքանչյուր 5 շաբթի օր ժամը 2-ին։ Դա ավարտված է հայտարարում, եթե որը բան չունի։ Երեք ամիս ժամկետով։ Ես ևս մեկ անգամ ես կլսեմ, եթե ուրեմն շետկում կմցրի։ Դա հաջողություն։ Բաղաջան բավարան, եթե թույլ կտաք, ես իմ շնորհակալական խոսք ասեմ ամեն դեպքում, եթե կարելի է, իհարկե, ինչքան գիտեմ, որ մեղադրողները եւ դուք ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը, ես օրինակ երեք շատ մտածում էի, մի հատ էս բան եզրահանգման է դա, իսկապես ամոթ ու պարսավանք բոլոր նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետության ծառայության քողի տակ ծառայում են փոքր խմբակի շահերին, Նիկոլ Փաշինյանի շահերին, մեր անձնական շահերին, իսկապես ամոթ ու պարսավանք։ Ես ուրախ եմ, լավ է, միանշանակ յուրանել ասեմ, այդ սերիական սետախոսը ուշ թե շուտ, ինքը նախ չի կարողանալու, այս բանդերով ինձ լերեսնի, կամ ստեղ եղածներին, ամեն դեպքում ես իմ տեղը պատասխանում, չի կարողանալու լերեսնի, ուշ թե շուտ, մենք բոլորովս միասին կյանքի ենք կոչելու մեր բոլորի բաղձալի նպատակը եւ Հայաստանը ազատագրելու ենք օտար ազդեցության գործիչներից, հանձնախնդրել Փաշինյանից, այսքանն է։